Հիմա եւս կանդրադառնամ Արմենե Սանոսյան, մեր մշտական աջակիցներից եւ մշտական հարց տվող օգտատերերից YouTube-ում հարցնում են, արեք, որ իրադարձությունից հետո դու լիբերալից դառար ազգայնական, որն էր դրա պատճառը, թե դու հակ չես եղել առաջ, պարզապես համակրել ես իրենց գաղափարները։ Արմեն ջան, ես երբեք չեմ դառել լիբերալից ազգայնական։ Ես ինձ չեմ համարում այս պայդրությամբ ազգայնական գաղափարներով, ամբողջությամբ ազգայնական գաղափարներով, այսպես ասած, ոգևորված կամ այդ գաղափարները կրող գործիչ։ Եղել է, իմ մոտ բավականին լուրջ փոփոխություն է եղել գաղափարական, ոչ թե ռադիկալ փոփոխություն, այլ տրանսֆորմացիա է եղել, պատճառներն էլ եմ ասել, բայց մի հատ էլ ասեմ, երբ որ ժամանակ կար եւ կանայինք մենք մստայինք այդ շռայլությունը լիբերալ լինելու, մենք լիբերալ քաղաքականության մասին ունենալով մեր պատկերացումները կարող էինք այդ նարատիվներով գնալ առաջ։ Բայց ես իրականում ասեմ ձեզ, ես հավատացել եմ նաեւ կրթությանս կրթական բեքգրաունդից ելնելով անկեղծ հավատացել եմ, որ արևմտյան առհասարակ միջազգային հանրություն կոչվածը, որը ձևավորվել էր երկրորդ համաշխարհայինից հետո աշխարհակարգի ընթացքում, հետագայում 91 թվականին հայտնի սովետական միության փլուզման պայմանավորված եւ այլն, որ այդ լիբերալ դեմոկրատական արժեհամակարգը իրականում դոմինանտ եւ արժեհամակարգահեն քաղաքական հոսանք է, մինչև դրա երեսպաշտության առաջանալը։ Բացի այդ, ասեմ անկեղծ, երիտասարդ ցանկացած երիտասարդի համար ավելի գայթակղիչ է լիբերալ քաղաքական հոսանքները, ավելի գայթակղիչ են լիբերալ քաղաքական հոսանքները։ Մյուս համընկնումը, որը որ ինձ օրինակ այդ ժամանակ այդ գաղափարները ավելի իմ համար ավելի այսպես ասած գրավիչ են դարձել են եղել, որ ժամանակի իշխանությունը չի եղել լիբերալ արժեհամակարգի կրող, չի եղել ամբողջությամբ լիբերալ, նախկին որևէ իշխանություն իդեպ Տեր-Պետրոսյանի իշխանությունը եւս լիբերալ կոչել չի կարելի, չնայած նրան, որ հիմա իրանք են լիբերալ այդ ճակատի ըստ էության իրական ֆունդամենտալ քաղաքական ուժը։ Ու այդ հանգամանքների բերումով ես այդ հոսանքի կրողը եղել եմ, ես այդ հոսանքը մանրամասն ուսումնասիրել եմ ու արդեն 18 թվականից սկսած ես հասկացել եմ քաղաքականության, այսինքն տրանսֆորմացիան ինչից է սկսել, երբ որ այդ նույն արժեհամակարգը ես հասկացա, որ դա ընդհանրապես քարոզչական բավականին մեծ շղարշ է Իրանից ենթադրում գոնե 21-րդ դարի այս ժամանակահատվածում եւ իրականում շատ խորը մեծ ցավով իդեպ ասեմ ձեզ, որովհետեւ ես իրականում չէի կարծում, որ կարա արևմուտքում այդ տիպի այդ դեգրադացիան հասնի այդ աստիճանի եւ մանրամասն նաեւ խորը ուսումնասիրել եմ ու նաեւ իմ արևմտյան կիսագնդում բնակվող քաղաքական ու հանրային գործիչ թե հայ, թե ոչ միայն հայ, նաեւ իմ կուրսեցիներին, որոնց հետ մենք առիթ ենք ունեցել շատ խոսելու այս թեմայով, քննարկելով եւ տեսնելով իրական իրավիճակը, ես հասկացել եմ մի բան, որ ցավոք սրտի լիբերալ դեմոկրատիայի այն արժեքային հենքը, որը ստեղծվել էր սառը պատերազմի ընթացքում եւ որի հիման վրա ըստ էության առաջ էր գնում արևմտյան աշխարհը եւ ինչի շնորհիվ քանդվեց, փլուզվեց մի մեծ սովետական կայսրություն, ինչ որ չափով, եթե չասենք, այնպես բավականին մեծ տոկոսային, գոնե 10-20% ուներ իր դերը, հա, այդ արժեհամակարգային տարբերությունն ու քարոզչական մասը։ Այլևս գոյություն չունի։ Այսինքն այլևս դա այն ինչ որ որպես գործիք ժամանակին օգտագործվում էր եւ որպես գործիք բարի ամենաուղիղ իմաստով որպես գործիք ծառայում էր դրական երևույթների, այլևս նույն արևմուտքի համար դա առաջնային չի, դա արժեհամակարգ չի եւ դրա տակ արդեն արվում են վատ բաներ, քան այն ժամանակ լավ բաներ։ Դա իր հիմքն էլ ունի, գիտական մասն էլ ունի, որովհետեւ այն ժամանակ եթե կար հստակ մրցակցություն գաղափարական 91 թվականից հետո այդ մրցակցությունը վերացավ եւ մրցակցության բացակայության պայմաններում բոլորս էլ հասկանում ենք, որ արևմուտքի ամենադոմինանտ երկիրը գոնե գաղափարական առումով եւ նարատիվներ թելադրելու առումով այն երկիրն է, որը ունի շատ փող, իսկ այդ երկիրը միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հա, ու հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում սկսեց դեգրադացիա ապրել իրական լիբերալ դեմոկրատիան։ Լիբերալ դեմոկրատական արժեքային համակարգը սկսեց վերածվել LGBT համայնքի քարոզարշավի։
Ինչին ես խիստ դեմ եմ, այսինքն ես դեմ եմ ցանկացած տեսակի փոքրամասնություն, ցանկացած տեսակի քարոզի, հա, սեռական փոքրամասնությունների հետ կապված եւ ոչ միայն սեռական փոքրամասնությունների, իմ համար նաեւ անհասկանալի է սևերի հետ կապված, ձևամոնտների հետ կապված այդ բանը, որը որ քողարկված քարոզչություն է, եթե ոչ բացահայտ քարոզչություն։ Հա մենք տեսանք Black Lives Matter-ի ժաբանը, այդ շարժման ժամանակ սևերի դրսևորած վարքը, հա, ու այդ փոքրամասնությունների, երբ որ պարապ է մնում համակարգին, սկսում է ենթարկվել էրոզիայի ու դրա հետևանքով դեգրադացիան հասնում է նրան, որ համաշխարհային մակարդակում լիբերալ դեմոկրատիան ուղղակի պարտվում է։ Ու այսինքն այն մարդիկ, ովքեր որ իրանց վրա ստանձնել են դրա առաջամարտիկը լինելու, հա, գաղափարախոսը դրա առաջամարտիկը լինելու այդ պարտականությունները, այդ մարդիկ այլևս չեն ծառայում դրան։ Այսինքն երբ որ լիբերալ դեմոկրատական աշխարհը նայում է թե ոնց են օրինակի համար մի երկրում, որտեղ իրանք մի տարի առաջ, չգիտեմ, Ամերիկայի դեսպանի մակարդակով կարող է, ասենք, չգիտեմ, մեկի դաշտանային ցիկլը խառնվելու, խայտարակ խնդալու բանով, հասնեին նախագահի նստավայր ծեծեին դռները, խնդրեին, որ իրենց ընդունեն, ասեն, «Էս ի՞նչ է կատարվում, ընդդիմադիրներին ճաշում են»։ Մեկ այդ մարդիկ, ասենք, սկսում են անել խայտարակ հակառակ բաներ։ Այդ նույն երկրում տեղ են ունենում բացահայտ քաղաքական հետապնդումներ, խայտարակ վատ ընտրություններ ու այդ մարդիկ լռում են։ Այսինքն դու սկսում ես հասկանալ, որ այս արժե համակարգը, որը որ ըստ էության ժամանակին բավականին մեծ գիտական առաջընթացի հենք էր հանդիսացել, բավականին մեծ նվազագույնը սոցիալական գիտությունների մեջ շատ լուրջ, այսպես ասած, բազիս էր հանդիսացել, այսօր արդեն գնում է լրիվ հակառակ ուղղությամբ։ Ու այսօր դա ավելի շատ ոչ թե գաղափարական պատկանելիության, այսպես ասած, կոդ է դարձել, այլ բացառապես քաղաքական գործիք, որը օգտագործվում է ռեալ պոլիտիկի տրամաբանության մեջ։ Իսկ ռեալ պոլիտիկը գիտենք, որն է, ռեալ պոլիտիկը դա չկան հավերժական շահեր, կան հավերժական բարեկամներ սկզբունքն է, որի մեջ որևէ քաղաքական, գաղափարական արժե համակարգ այլևս չի կարող լինել արժե համակարգ, քաղաքական սկզբունքայնություն եւ այլն եւ այլն։ Որտեւ այդ պարագային, որտեղ որ կան շահեր համընկնող, կօգտագործվի, որտեղ չկան, չի օգտագործվի։ Ու Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը որ այդ գաղափարական ուղղության առաջնային, ասենց առաջավոր բաներից էր, ինքը սկսեց ոչ միայն նահանջել, այլև դրա հակառակն անել, եւ դա նաեւ արտահայտվեց գիտության մեջ։ Դա արտահայտվեց գրականության մեջ։ Ես այս թեմայով իրականում այդքան առիթ չեմ ունեցել խոսելու, բայց քանի որ հիմա հարց տրվել է, ես ծիրով պատասխանում նաեւ, որ ֆունդամենտալ պատասխան լինի, որ մարդկանց մոտ անցալելի լինի նաեւ ավելի ոչ սովորական մարդկանց մոտ, օրինակ գրականության մասին ես հատուկ եմ դրա մասին խոսում։ Օրինակի համար սկսեցին գրվել գրքեր նույն լիբերալ դեմոկրատական արժե համակարգից ելնելով, որոնք քաղաքագիտական գրականություն սկսեցին այլասերել, դարձան աղբ։ Այսինքն ես կարդացել եմ գիրք, անուններ չեմ տա որևէ մեկի չթիրախավորելու եւ նաեւ չնեղացնելու համար, բռնապետության մասին։ Գիրք, որը արևմուտքում առաջատար գիրք էր համարվում։ Ստեղ էլ թարգմանեցին առանք։ Աբսուրդ քարոզչություն, տոտալ քարոզչություն, որևէ գիտահեն, որևէ բան չկա մեջ գրած։ Որևէ գիտահեն, դա լիբերալ դեմոկրատական աշխարհն է, հասկանում եք անում։ Այն լիբերալ դեմոկրատական աշխարհը, որը Կիսինջերը տվել, որը տվել է Բզեժինսկի, որը տվել է Խուան Լինս, հա, որը տվել է տարատեսակ այլ լուրջ մտածողներ, որոնք ստեղծել են մի հատ մեծ, շատ մեծ քաղաքական գիտական ժառանգություն։ Ու մեկ էլ գալիս է մեկը ասում է, գիտեք ինչ, այլևս տոտալիտարիզմ, ավտորիտարիզմ, ժողովրդավարություն հիմնական հայեցակարգային վարչակարգերը այլևս գոյություն չունեն։ Կարելի է ասել մարդուն բռնապետ։ Ու գրում է մի հատ գիրք, որտեղ որ բռնապետությունը նկարագրում է այնպես, որ ոնց որ ես ձեռնտու, այսինքն ինքը վերստում է Պուտինի օրինակը, Պուտինի օրինակով բերում է գրում է մի հատ գիրք, որը որ արևմտյան առաջատար մեդիաները սկսում են բան անել, այն ժամանակ ասենք ինչ է պոպուլիզմը գիրքը, որը գրվել էր ու որը տենց դարավ ֆաստ ֆուդի նման։ Ինքը չէր կարող վաճառվել օրինակի համար այն մարդկանց գրքերի կողքին, որոնք New York Times-ով բեսթսելլեր էին համարվում։ Ինչ որ բայ դա դարավ բեսթսելլեր։ Երբ որ վերստում ես այդ գիրքը կարդում ես, դու հասկանում ես, որ այդ գրքում արկա
շատ բաներ, պրոստը քարոզչական բաներ են, կտորներ են։ Երբ որ Բժեզինսկին գրում էր The Grand Chessboard-ը, այնտեղ դու ինչքան էլ կա, ինչքան էլ այդ մեծ բանը կար սովետի դեմ, արդեն վերջի շունչն էր սովետի, այլ դու տեղ քարոզչական գիծը չես տենում, հասկանում ես։ Դու տեղ տենում ես մաքուր աշխարհակահաղական վերլուծություն Ամերիկայի շահերից բխող Եվրասիական մայրցամաքի վերաբերյալ արևմտյան ու մնացած բաների։ Երբ որ Սամուել Հանթինգտոնը գրում էր Clash of Civilization-ը, իդեպ այսօր մի տգետ կա, իրեն քաղաքագետ է համարում, շատ լուրջ դեմքով, բայց շատ խնդալու տիպ է։ Այսօր բաներ միտեղ բաներ բացատրում, ասում է դե քանի որ աշխարհում կա քաղաքակրթությունների բախում, այդտեղ ասենք խնդալու է, էլի տղա ջան, քաղաքակրթությունների բախում այդ տեսությունը, որը որ բերել էր Սամուել Հանթինգտոնը, վերջում ինքն այդ տեսությունը հերքեց մի խոսքով, բայց այնուամենայնիվ քաղաքակրթությունների բախում երբ որ գրում էր Հանթինգտոնը, որևէ քաղաքական քարոզչական բան դու չէիր կարա տեսնել, բայց դա բանի բեսթսելլեր էր New York Times-ի ու ոչ միայն New York Times-ի։ Երբ որ ինքը գրում էր Who We Are ամերիկացիքի մասին, ինքը տեղ չէր դնում, որ արա բանը նայ աշխարհում բռնապետություն, Պուտին, բան Մեդվեդև, բաներ չկար։ Խրուշովին մի հատ հասկանանք ինչ են անում, բան sense ինչ-որ տենց NKVD-ի պատմություն, տենց հիմարություններ չկար, այսօր քարոզչական դաշտը կերավ արևմտյան աշխարհը պարապ մնաց ու գիտությունը քանդեց։ Այսինքն այլևս այդ լիբերալ դեմոկրատական նարատիվը, որը ձևավորել էին լուրջ տղերք, այլևս գոյություն չունի աշխարհում։ Այդ նարատիվը, այսինքն այդ արժեհամակարգը դարավ պուճուր նարատիվներ, որոնք սկսեցին շեղվել իրանց հիմնական ուղուց ու դառնալ օրինակ մի տեղում LGBT-ի քարոզ, մի տեղում պատերնալիստական բռնապետության քարոզ, մի տեղում կայուն զարգացող ավտորիտարիզմի հովանավոր դառան։ Ասենք Ուկրաինայի հովանավորը հանդիսանում արևմուտքը այսօրվա լիբերալ դեմոկրատական արժեհամակարգ ունենալու կոչված արևմուտքը ժողովուրդ ջան։ Դուք հասկանում եք, Ուկրաինայում ընտրություններ չի եղել արդեն երկար ժամանակ, ոչ լեգիտիմ նախագահ գործում այդ երկրում։ Այդ երկրում չկա իշխանություն, այդ երկրում խայտարակ վիճակ է։ Չեմ խոսում ամեն ինչի մասին, ինչի մասին կարող, բայց արևմտյան աշխարհը լռում է։ Այսինքն ես լիբերալ դեմոկրատական իմ ընկալումները հասկացել եմ, սկսել են տրանսֆորմացվել այն ժամանակ, երբ որ ես սկսել եմ տեսնել աշխարհում լիբերալ դեմոկրատիայի մահվան սկիզբը։ Այսինքն այդ արժեհամակարգը, որը որ սպասարկվում էր բավականին լուրջ գիտնականների կողմից, ու այդ լուրջ գիտնականներն եկել են փոխարինելու fast food գրող տղերքը գրականության մեջ։ Օրինակի համար հավասարության, եղբայրության ու ազատության գաղափարները եկել են ծածկելու LGBT համայնքի քարոզները, LGBT համայնքի։ Ես երբեք չեմ եղել ոչ տոլերանտ այդ համայնքների նկատմամբ, իմ համար մեկ են եղել, բայց ես զզվում եմ դրա քարոզից։ Երբ որ այդ քարոզը սկսում է ծեծել դուռը սպիտակ տան վրա բանով, ծիածանագույն այդ հայտնի Pride-ի նշանով, ես հասկանում եմ, որ աշխարհում մի բան այն չի, ու այն գաղափարական հենքը, որը որ մենք ընկալում էինք երիտասարդ տարիներին ու կար, հա, այդ The Beatles-ն ու մնացած Deep Purple-ներն ու մնացածները, այլևս գոյություն չունի։ Այս մարդկանց մոտ փոխվել է ընկալումները, եւ դա դարձել է բացառապես գործիք, ու հենց այդ պատճառով արևմտյան ազդեցությունը աշխարհում սկսեց այդ ֆրոնտով ուղղակի դադարել ու փչանալ։ Դրա համար ես լինելով մարդ, որը որ այդ ուսմունքի եւ այդ արժեհամակարգի իրական տեսաբաններից է սովորել, դա հասկացա, որ այդ նախ դա արդեն չկա, դա գոյություն չունի, դա միֆ է։ Ասենք օրինակ հիմա ոնց որ լինեն մարքսիստներ կամ չգիտեմ կոմունիստներ, որոնք իրոք հավատում են, որ կոմունիզմն ու պրոլետարիատն են, որ պետքա փրկեն ամբողջ աշխարհը։ Ու իմ համար ցավալիորեն արձանագրվեց այն, որ այլևս այն լիբերալ դեմոկրատական արժեքները, որոնք որ կային, որոնցով որ մենք սովորել էինք, որոնք որ մենք դրել էինք համադրության մեջ տարատեսակ այլ քաղաքական, գաղափարախոսական հոսանքների հետ եւ ընտրել էինք, որ դա է լավագույնը, այլևս գոյություն չունի։ Դրա փոխարեն կան հոսանքներ, որոնք ավելի, հա, այսպես ասած, գրավիչ են մարդկանց համար, բայց այդ հոսանքների տակ այդ իզմը վերացած, այ Նիկոլի ասած իզմեր ես չունեմ, այդ նույն բանը արևմուտքն ասեց։ Եկեք լինենք անկեղծ ու արձանագրենք այդ փաստը։ Այսինքն դու չես կարա լինես լիբերալ դեմոկրատ ու պահանջես, որ մարդկանց օրինակի համար հանիրավի բռնեն։ Բայց օրինակ այսօրվա Հայաստանի լիբերալ դեմոկրատական սաղ ֆոնը դրա մասին է։ Բաբաջանյան Արման, այն մեկ։ Այսինքն սա
այլևս նշանակում է, որ այդ գաղափարախոսությունը գոյություն չունի մեկ, ու դա գոյություն չունի համաշխարհային մակարդակում, եւ երկրորդ ամենակարևոր բանը, որը ես առաջինը մատնանշեցի, մեր երկրում այլևս չկա իշխանություն, որի պայմաններում դու կարա շռայլություն քեզ թույլ տաս ավելի ազատական մոտեցումներով երկրի ապագան պատկերացնելու։ Այսինքն, ոնց ասեմ, երբ որ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ մենք բողոքում էինք Հայաստանի Եվրոմիության հետ հարաբերությունները ավելի չխորացնելուց, հիմա դա ծիծաղելի է ուղղակի։ Այդ ժամանակվա իշխանությունը իմունիտետ էր ձևավորել, այդ ժամանակվա իշխանությունը ուներ իր հստակ ուղղությունը։ Այդ ժամանակվա իշխանությունը սպառնալիք չէր։ Սպառնալիք չէր այդ ժամանակվա իշխանությունը։ Պետությանը սպառնալիք չէր այդ ժամանակվա։ Ու այդ ժամանակ ես հիշում եմ մեր պահանջներն ու պատկերացումները, բայց անգամ այդ ժամանակ ես չեմ եղել ծայրահեղ լիբերալ գծի կրող, այսինքն բանակի դեմ գործողություններ, բաներ դա չի եղել, ես իրականում դասական լիբերալիզմի կրող եմ եղել միշտ։ Բայց անգամ այդ ժամանակվա նարատիվները, որ նայում էինք որոնք են, շատ խնդալու էր դրամ, այսօր եթե այդպես բաներ լիներ, Նիկոլը Սահակյան կմնար վարչապետ, եթե դրանք լինեին մեր երկրի խնդիրները, էլի։ Ու ոչ մեկ չէր պատկերացնում, կարող է գալ իրավիճակ, որտեղ այս էգզիստենցիալ, ու այդտեղ արդեն ավելի ոչ թե ազգայնականություն, ճիշտը խոսանք, էլի, ես իմ մասով եմ ասում, ես ոչ թե ազգայնական ինչ-որ բաներ եմ ունեցել, տարեր եմ ստացել, այլ ավելի պահպանողական դեպի պահպանած ազգայնականությունը կարա լինի պահպանողականության տարերից մեկը, բայց ոչ ամբողջական է, էլի դա, այսինքն մեկը մյուսի ուղի խոմանիշը չի։ Շատ ավելի պահպանողական քաղաքական գաղափարախոսության դեպի կենտրոն է եկել իմ մոտ, հա, այսինքն այդ լիբերալիզմից մի քիչ sense մեջտեղից ավելի մեջտեղ է եկել, ինչի, որովհետև ես հասկանում եմ մի պարզ բան, որ այս երկրում ամենաառաջինը այս պահի դրությամբ, այս աղետները կանխելու համար մեզ պետքա վերագնահատել բոլոր այն արժեքային կարևոր հինջերը, հա, այն ամենակարևոր քարերը, որի վրա պետք է շարվի վաղվա այն պետությունը, որը քանդեցին։ Հա, ու այսօր եթե ժամանակին, անկեղծ ասեմ, էլի ձեզ, եթե ժամանակին իմ համար շատ բաներ, օրինակի համար Մասիս Սարի մասին խոսալը եւ այլն իմ համար ասենք դե լավ, հիմա Մասիսն է, էլի բան, այսօր իմ հեռախոսի էկրանին Մասիս Սարը իմ նկարածի դեպ բանով ունի իր տեղը։ Ուսման շատ զարմանալի չի, որտեղ աշխարհում շատ նմանատիպ օրինակներ կան, երբ որ հասարակություններ, սերունդներ, քաղաքական գործիչներ, այսենց բանի մեջ են եղել, շիֆթի մեջ են եղել, այսենց անցման մեջ են եղել, որտեղ չի կարա, նորից եմ կրկնում, ես չեմ կարա ազգայնականությունը ծաղրելով, ինչը անում են իրանց հարգող բոլոր լիբերալները կարելի ասել այն ժամանակն հատկապես, պետություն կառուցեմ, մեր պետությանը այսօր անհրաժեշտ է ազատվել նախ եւ առաջ այս ապազգային ու բոլոր տեսակի վտանգավոր ու բացասական բնորոշիչներ ունեցող բարերով իշխանությունից եւ նախ գնահատել իրականության մեջ ինչն է այսօրվա դրությամբ քաղաքական որ հոսանքներն են իրականում համաշխարհային մակարդակում ինչ վիճակում, հա լուրջ չի էլի, ասենք մի բանը որը գոյություն չունի, դու ասես ես այդ եմ, չէ, չկա դա։ Ինչքան էլ իրանք իրանց տես կոչում են, դա չկա, գոյություն չունի։ Այսինքն ֆեմինիզմն ու ԼԳԲՏ-ն չեն եղել երբեք լիբերալիզմի հենքեր, այսօր դարել է ֆեմինիզմը, ԼԳԲՏ-ն, սևերը, համել ասես ԼԳԲՏ, ասում է ԼԳԲՏ չի, LQ է, LQ-ն որն է չես հասկանում, այ ձեր ցավը տանը։ Բայց նե այնուամենայնիվ, այսինքն սա չի եղել, չես կարող դու լինես մի բանի գրող, որը այդ չեմ կարող կյանքիս մեջ ես պատկերացնեմ այդ գծի քարոզչական նարատիվի տակ գտնվող մարդ, այսինքն դա իմ համար աբսուրդ կլինի։ Դա իմ համար պրոստը կլինի աշխարհի ամենախնդալու բանը, որը որ երբեք չի լինի բնականաբար, ժամանակին դա չէր։ Եվ այդ ամեն ինչին իրական գնահատականներ տալուց հետո պետք է աշխարհի հետ հարաբերվել այն գաղափարական ուղղություններով, որոնք որ ըստ էության իրանցից կընդհանրեն հանուն քո երկրիդ, քո գաղափարներիդ բան, հա, ուղղություն, ուղղվածություն, բայց դա չի նշանակում նորից եկեք սենց էլ ասենք, ես չեմ համաձայն չեմ, որ պետքա պետություն ունենա գաղափարախոսություն։ Դա քաղաքական հոսանքի մասին է, ես իմ պատկերացրած քաղաքական հոսանքի մասին եմ խոսում, որը կարա պետության մեջ լինի, ասենք, չգիտեմ, 5% քաղաքացիների 5%-ի բանում, տիրույթում, հա, այդ 5%-ը սպառի դա։
Կարա լինի 20, 30, 40, 50, բայց կարան լինեն նաև այլ գաղափարախոսություններ, որոնք որ չի կարելի վերցնել ու ասել սա պետք է լինի։ Չկլինի տպավորություն, ես ասում եմ պետական ինչ-որ բան ունենանք, էլի պետական գաղափարախոսություն, դա աբսուրդ է իմ համար, դա երբեք չի կարա լինի իմ պատկերացումներում, տեղ չի կարա գտնի։ Բայց իմ պատկերացրածը դա է, ինչ վերաբերում է, կարծում եմ Արմեն ջան, այս մանրամասն եմ անդրադարձել ու հույս ունեմ սպառիչ է, որ պատկերացնելի լինի, էլի, որտեվ մարդկանց մոտ բան կա, մարդկային մի հատ տեսակ կա, որը որ բան է, էլի, ինքը ոչ միայն ինտելեկտուալ, այլև մասնագիտական առումով ցածր լեվելի վրա է, եւ այդ ցածր լեվելը իրան ստիպում է անուններ կպցնել, ինչ որ տենց սևեռվածություն ունենալու պարագայում անգրագետ բաներ անել ու դու ստիպված ես լինում այդ անգրագիտության դեմ կռիվ տալ ինչ որ տենց գիտական մոտեցումներով կամ մասնագիտական մոտեցումներով, որը չի աշխատում։ Դրա համար ես այս թեմաներից 1000-ից 1 եմ խոսում, բայց հուսով եմ, որ սպառիչ էր այս հատվածում, այս մասով իմ պատասխանը։ Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին ու բանին, ես երբևէ ՀԱԿ անդամ չեմ եղել։ Սա ես միլիոն անգամ ասել եմ։ Անգամ Լևոն Զուրաբյանը մեր եթերում երբ որ խոսում էր, ասում էր դու հին ՀՀՇ-ական ես եղել։ Ես եղել եմ ՀՀՇ երիտասարդական միության անդամ, որը երբ որ դարձել է ՀԱԿ, ես այլևս չեմ եղել։ Ես ՀԱԿ անդամ չեմ եղել երբեք։ Չեմ եղել։ Ես ՀԱԿ Հայ ազգային կոնգրեսի անդամ չեմ եղել։ Ես եղել եմ Հայ ազգային կոնգրեսի սկզբնական փուլում ձևավորված կուսակցություններից հիմնական կուսակցության երիտասարդական միության անդամ, այդ կուսակցության երիտասարդական միության անդամ եմ դարել գաղափարական պատճառներով, այո, ազատականության, լիբերալիզմի պատճառով, 2 տարի հետո այդ կուսակցության երիտասարդական միությունից ու այդ կուսակցությունից դուրս եմ եկել, հետո դարձել ձևավորվել է Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ Իսկ ես Հայ ազգային կոնգրեսից չեմ եղել, Ժորժ ջան։ Բայց քանի որ տենց այնքան են տենց ապուշ մարդիկ բաներ արել բերել, ես չնես չի որ դնում եմ ամեն անգամ տենց պատմում ու բացատրում եմ, թե որը որն է, բայց տարբերությունը շատ հստակ է։ Ես երբեք չեմ եղել Հայ ազգային կոնգրեսի անդամ, բայց հարել եմ բայց եղել եմ այդ Հայ ազգային կոնգրես ոչ թե կուսակցությունը, այլ այդ դաշինքը ստեղծող հիմնական կուսակցության հայոց համազգային շարժում կուսակցության, որը 88 թվականից սկսած շարժման կուսակցությունն է, որի անդամ է եղել եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, հա, այսինքն այդ ժամանակ բոլորն են ՀՀՇ անդամ եղել։ Այդ կուսակցության երիտասարդական միության անդամ եմ ես եղել։ Ու այն ժամանակ, երբ որ այդ կուսակցությունը ՀԱԿ է դարձել, ես վաղուց այդ կուսակցության հետ կապ չեմ ունեցել։ Այդ կուսակցությունից դուրս եմ եկել էլի գաղափարական պատճառներով, որի մասին չեմ ուզում խոսամ, դրա ժամանակը չի կարծում եմ, բայց վստահ եմ, որ եթե հետ տանք գնանք հետ մի 15 տարի, 16 տարի, ես նորից նույն բանը կանեի, այսինքն նորից նույն ձև դուրս կգա այդ կուսակցությունից, երիտասարդական միությունից, նորից շեշտեմ հստակ էլի, որ պարզ լինի։ Բայց անկախ ամեն ինչից հարգում եմ Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերներին, շատ լավ հարաբերություններ ունենք այդ կուսակցության ղեկավար կազմի հետ, դեպ վաղն էլ մեզ ինձ ու Վազգենին հրավիրել են տեղ, ինչը սիրով ընդունել ենք, գնալու ենք մասնակցենք մի հատ հետաքրքիր կլոր սեղանի։ Այսինքն այդտեղ ոչ մի բան չկա, ոչ էլ երբեք թաքցրել եմ դա։ Անկեղծ, ի տարբերություն որոշ անասունից չտարբերվող երկոտանիների, ես երբեք իմ անցյալից ոչ միայն չեմ խուսափել, այլև ես միշտ հպարտ եմ եղել այն ճանապարհով, որով անցել եմ, որովհետև ես իմ անցած ճանապարհում երբեք որևէ սկզբունքային իմ սկզբունքներին հակասող որևէ բան չեմ արել, երբեք բացառվում է դա։ Ես այսինքն որ հետ կանգնեմ նայեմ, իմ հետագիծս այնքան ուղիղ է, որ ես ամեն փուլում կարամ հիշեմ ու ամեն փուլի համար տամ իմ մեկնաբանությունն ու պատասխանը։ Ես եղել եմ Հայոց համազգային շարժում կուսակցության երիտասարդական միության անդամ 2 տարի, 3 տարի, այս դաշտում արդեն 20 տարուց ավել, կարելի ասել շատ խնդալու է, ախր, չէ 20 տարուց ավել չէ, մոտենում եմ 20 տարուն, 2027-ին կլինի 20 տարի, 18 տարի լավ եկեք հաշվենք, 18 տարվա իմ ողջ գործունեության ընթացքում ընդամենը 3 տարին 17 տարեկանից մինչև 20 տարեկան ժամանակահատված, դա որ ես եղել եմ Հայոց համազգային շարժում կուսակցության երիտասարդական միության անդամ 15 տարի ես որևէ կուսակցության չեմ հարել 15 տարի ես կապ չունեմ դե բայց բոլորը որ ուզում են ինչ-որ ձեւ իբր բացասական բան հիշացնեն, հիշացնում են այդ 3 տարին
5 անգամ ավել ես որևէ կուսակցության անդամ չեմ եղել, այլև մոտ չեմ եղել դաժե լինելուն։ Ու абսուրդը սրանում է կայանում, բայց այնուամենայնիվ կարծում եմ այս մասով է պատասխանեցի։ Շնորհակալություն իդեպ հարցի համար, շատ շնորհակալություն։